Ողջույն Ջոել, շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին դուք փոխեցիք ձեր ծրագիրը եւ երբ լսեցիք աբորտի մասին, եկաք մեզ մոտ։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Այո, շնորհակալություն Ջոել, ես էլ պետք է նույնն ասեմ։ Մենք իրոք գնահատում ենք այն, ինչ դուք անում եք Հայաստանի համար, հայ ժողովրդի համար։ Ինչ շատ դուր եկավ այն, ինչ դուք առավոտյան նշեցիք, որ դուք զգում եք, որ կանչված եք եսթեր լինելու մեր ազգի, մեր ժողովրդի համար։ Եվ մենք իրապես գնահատում ենք դա։ Աբորտն իրոք շատ զգայուն թեմա է Հայաստանի համար։ Եվ որքանով, որ ես հասկանում եմ, դուք գուցե շատ ավելի տեղեկացված եք դրանից, քան շատ հայեր։ Այս առումով ինչ եք կարծում, որոնք են այն գործողությունները, որ մենք պետք է նախաձեռնենք, որպեսզի ձեր կարծիքով օրենքով հնարավոր է արդյոք փոփոխություններ անել, թե ավելի շուտ բարձրացնելով իրազեկվածությունը, թե ինչ է իրականում աբորտը, այսինքն որ դա մարդասպանություն է եւ դրան որևէ այլ բացատրություն չկա։ Կարծում եմ սա շատ պարզ լուծում է խնդրի համար եւ կարծում եմ կառավարությունը պետք է նայի տվյալները եւ եթե դուք պրագմատիկ մարդ եք, եթե տրամաբանող մարդ եք, ապա կվերլուծեք տվյալները եւ կգործեք ձեր ստացած տվյալների հիման վրա։ Իսկ տվյալները փաստում են, որ Հայաստանը ծայրահեղ ճգնաժամային վիճակում է կապված աբորտի հետ, ավելի վատ վիճակում, քան որևէ այլ երկիր։ Այն իրականում առաջին տեղում է ողջ աշխարհում աբորտների թվով, ավելի շատ, քան Միացյալ Նահանգներում մեկ շնչի հաշվով, եւ մենք նայում ենք սրան հիմնվելով հղիությունների թվի վրա տարեկան կտրվածքով, եւ Հայաստանում տարվա կտրվածքով բոլոր հղիությունների 20%-ն ընդհատվում է աբորտով, եւ սա դեռ չի ներառում, ինչպես մենք քիչ առաջ քննարկում էինք թիկունքային աբորտները, սա չի ներառում լուր աբորտները, որոնք տեղի են ունենում հակաբեղմնավորիչ տարբեր միջոցներով։ Եթե դուք նայեք դրանց սպիտակների վրա, կտեսնեք վիժեցնող բառը, նկատի ունեմ գրեթե բոլոր հակաբեղմնավորիչների վրա կարող եք տեսնել դա։ Կարծում եմ, որ շատ կարևոր է անկեղծորեն խոսել այս թեմաների շուրջ։ Ես հովիվ եմ, ծառայող, ավետարանիչ, եւ մենք կարող ենք խոսել հոգեվոր իրականությունների մասին, մեր կյանքի մասին, այն մասին, որ մենք Աստծո պատկերով ենք ստեղծված, նրա նմանությամբ, եւ անկախ ամեն բանից այդ երեխան Աստծո պատկերով է ստեղծված, եւ պետք է որոշակի անօտարելի իրավունքներ ունենա, որ մենք էլ ունենք։ Մեր անկախության հռչակագիրը եւ մեր սահմանադրությունը իրավունքներ է ապահովում յուրաքանչյուր անհատ անձնավորության համար, ծնված թե չծնված։ Նրանք իրավունքներ ունեն։ Ծնված թե չծնված, դու իրավունք ունես կյանքի, ազատության, երջանիկ լինելու եւ ինչպես տեսնում ենք Միացյալ Նահանգներում, նրանք հակառակ ուղղությամբ են շարժվում։ Այսինքն աբորտների օրինականացումն ամբողջ Միացյալ Նահանգների մասշտաբով դադարեցվել է, ինչը նշանակում է, որ այդ հարցը լուծված է։ Հիմա դա նահանգների մակարդակով է եւ շատ նահանգներ չեն թույլատրում աբորտը Միացյալ Նահանգներում։ Ես տեսնում եմ, որ նախկին Խորհրդային Միության կամ նախկին Խորհրդային Հանրապետության երկիր լինելով Հայաստանը դժվարությամբ է համագործակցում պահպանողական քրիստոնեական շարժման հետ, որի սկզբունքները կրողն է ՄԱԳԱ կուսակցությունը։ Մենք այն այլևս չենք կոչում հանրապետական կուսակցություն, այլ ՄԱԳԱ կուսակցություն, որ նշանակում է Ամերիկան կրկին մեծ դարձնել կուսակցություն։ Նկատի ունեմ, որ Թրամփը երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի օրդներկ ունի եւ այդ ասոցիացիան նաեւ ակտիվ կերպով մասնակցում է բոլոր հանրահավաքներին։ Այն քրիստոնեական կազմակերպություն է, ինչպես գիտեք, եւ մենք վերակողմնորոշվում ենք դեպի քրիստոնեական արժեքները, դեպի քրիստոնեական ինքնությունը, քանի որ հիմնված չենք պարզապես սովորական օրենքի վրա, այլ իրականում մեր օրենսդրական համակարգը, դատական համակարգը եւ մեր դաշնային համակարգը կառուցված են Աստվածաշնչյան օրենքի վրա, գիտեք դա։ Մենք ամենաերկարակյաց քրիստոնեական հանրապետությունն ենք աշխարհի պատմության մեջ, ամենաերկարակյացը եւ առաջինը։ Մենք առաջին քրիստոնյա հանրապետությունն ենք։ Ինչ վերաբերում է առաջին քրիստոնյա երկրին, դա Հայաստանն է, բայց մենք առաջին քրիստոնյա հանրապետությունն ենք։ Կարծում եմ, որ մեծ հավանականություն կա, որ եթե մենք աճենք մեր քրիստոնեության մեջ, ապա կվերագտնենք ինքներս մեզ, որովհետև տարիներ շարունակ, ինչպես ես եմ տեսնում, օրինակ Միացյալ Նահանգները ղեկավարվել է դեմոկրատների կողմից, ովքեր ավելի գլոբալիստական հայացքներ ունեին, եւ նրանցից շատերը բացահայտ կոմունիստներ են, ինչպես օրինակ Բերնի Սանդերսը, ով արմատական սոցիալիստ էր։ Եվ նրանք Կարլ Մարքսի ուսմունքների հետևորդներ էին, նրանք նայում էին այդ մարդուն, հասկանում եք, բայց նա ծայրաստիճան չար մարդ էր, սատանիստ։ Հենց նա է Լենինի կնքահայրը, այն մարդու, ով կանգնած էր կոմունիզմի հետևում։
այնպես որ աբորտը տարածում է գտել այս սատանայական դոգմաներից եւ ուսմունքներից, եւ նրանք, ովքեր կողմ են աբորտին, իրականում կոմունիստ են։ Նրանք հետևում են Կարլ Մարքսի ուսմունքներին։ Կարլ Մարքսից առաջ դա չլսված բան էր, այսինքն աբորտի գաղափարը, եւ վերջինս ներմուծվել է բնակչության վերահսկողություն քողի տակ, ինչը կեղծիք է։ Չկա նման բան, բնակչության վերահսկողություն, հասկանում եք, կարիք չկա վերահսկելու բնակչությունը, որովհետև աշխարհի 8 միլիարդ բնակչությանը հնարավոր է կերակրել ընդամենը 2 ԱՄՆ նահանգների միջոցներով, Ալյասկա եւ Տեխասի, եւ յուրաքանչյուր մարդու բաժին կասնի 1 ակր հողակտոր, յուրաքանչյուր անհատ անձնավորության, այնպես որ բնակչության վերահսկողության գաղափարը սուտ է, եւ նրանք, ովքեր առաջ են տանում դա, Կարլ Մարքսի հետևորդներ են, նրանք կոմունիզմի ուսմունքի հետևորդներ են, սատանայական ծրագրի եւ ըստ էության գլոբալիստներ են։ Ես իսկապես կհորդորեի Հայաստանին ծայրաստիճան լուրջ վերաբերվել այս բաներին։ Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչու է կառավարությունը թույլատրում աբորտը, ինչու է այն առհասարակ թույլատրելի Հայաստանում, որովհետև ի վերջո աբորտը օրինականացվել է կոմունիստական ռեժիմի ներքո, սովետական միության տարիներին, կարծեմ 1955 թվականին Հայաստանում։ 1953-ին, այո, եւ հենց նույն տարում, որ այն օրինականացվեց, Հայաստանում բոլոր հղիությունների 50%-ն ավարտվեց աբորտով, եւ սա ինձ հիշեցնում է աստվածաշնչյան օրերի մասին, երբ մենք նայում ենք Մովսեսի պատմությունը, հիշում եք, երբ Մովսեսին դրեցին եղեգից հյուսած զամբյուղի մեջ, եւ ինչու նրան դրեցին այդ զամբյուղի մեջ, որովհետեւ Եգիպտոսի փարավոնը կոտորում էր բոլոր հրեա առաջնեկներին, ինչու, որովհետեւ նա գիտեր, որ եթե իրեն հաջողվեր սպանել առաջնեկներին, նա կկարողանար կառավարել ժողովրդին, կառավարել մասաներին, որովհետեւ նրանք չափազանց թույլ ու անկարող կլինեն Եգիպտոսին դեմ կանգնելու համար, հատկապես տղաներին, այո, հատկապես տղամարդկանց։ Հիմա Հայաստանում իրավիճակը փոքրինչ այլ է, եւ եթե իմ տվյալները ճիշտ են, ապա աբորտների 14% ընդհանուր 20%-ից սեռով պայմանավորված աբորտներ են, ճիշտ է։ Սա նշանակում է, որ մարդիկ որոշում են աբորտ անել աղջիկներին, նրանք պարզում են երեխայի սեռը ուլտրաձայնային ճառագայթների միջոցով նախքան աբորտ անելը, ու սովորաբար դա նորմալ է, ինչևից է նրանք պարզում են սեռը կամ ԴՆԹ թեստ են հանձնում, արյան ընդհանուր անալիզ են հանձնում, եւ երբ պատասխանը ստացվում է նախքան 20 շաբաթականը, այո, 8-ից 10 շաբաթականում ԱՄՆ-ում, ես չգիտեմ ինչպես է այստեղ, չգիտեմ, գուցե Հայաստանում նույնն է, 8-ից 10 շաբաթականում դուք կարող եք պարզել սեռը, 3-ից 7 օր է տևում Միացյալ Նահանգներում թեստի պատասխանը ստանալը, բայց հենց որ երեխայի սեռը պարզվում է, սովորաբար աբորտ է տեղի ունենում, եթե մտքի նախապաշարում կա։ Այսպիսով կարելի է դա անել օրինական ճանապարհով։ Մենք պետք է նայենք Հայաստանի օրենսդրությունը եւ տեսնենք, թե ինչ է հնարավոր անել բարձրագույն ատյաններում, խորհրդարանում, թե ինչպիսի գործընթաց է պետք սկսել կանխարգելելու այնպիսի օրենքները, որոնք թույլատրելի են դարձնում աբորտը, բայց սրա հետ մեկտեղ մենք պետք է բազմակողմանի մոտեցում ցուցաբերենք, ինչը նշանակում է, որ մենք պետք է կանանց ապահովենք առողջական խնամքով, մենք պետք է որոշակի արտոնություններ սահմանենք։ Եվ ես կարծում եմ, որ միակ ճանապարհը, որով մենք իրոք կարող ենք անել սա, կուսակցության կողմից այս սկզբունքներից մի քանիսը մեր քաղաքական հարթակում որդեգրելն է, ինչպես մենք արեցինք մեր հանրապետական կուսակցության հարթակում, այո, եւ մենք փաստացի աբորտի ժամկետը կրճատել ենք, այն հիմա մինչեւ 6 շաբաթականն է, եւ շատ աղջիկներ գիտեք, որ նույնիսկ չեն իմանում, որ իրենք հղի են մինչեւ 6 շաբաթականը, այսպիտով գրեթե բոլոր աբորտի կլինիկաները փակվեցին, ինչը նշանակալի էր մեր նահանգի համար։ Մենք ուրախ ենք, որ հետևում ենք մեր սահմանադրությանը, մենք բարեփոխումներ ենք իրականացրել եւ հաջողության հասել, եւ ես կարծում եմ, սա հնարավոր է անել օրինական ճանապարհով, բայց միևնույն ժամանակ մեզ պետք է առերեսվել այս կանանց խնդիրների հետ, որոնք մտածում են աբորտ անել։ Եվ ես կարծում եմ, որ շատ կազմակերպություններ կան Հայաստանում, որ կարող են օգնել այս ոլորտում, սակայն այդ կազմակերպությունների համար ես նաև նշանակալի ֆինանսավորում կարող եմ տրամադրել, հատկացնել իմ ծառայությունների եւ կազմակերպությունների ցանցի միջոցով, որոնք միտված են պաշտպանելու կյանքի իրավունքը։ Մեր թանկագին ընկերը Հակոբը նրա հետ ով վերջերս մահացավ, մենք մի ժողովի ենք եւ ես հեռախոսազանգով զրուցում էի ԱՄՆ պատմության մեջ աբորտի դեմ պայքարող համար 1 խաչակրի հայր Ֆրենկ Փավոնի հետ։ Այս մարդու մասին հիշատակվում է աբորտի դեմ արվող յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ։ Նա քահանաներ կյանքի համար կազմակերպության հիմնադիրն է եւ նա ներգրաված է եղել աբորտի դեմ ծառայության մեջ 50 տարի։ Եվ մենք նրանից խորհուրդ հարցրինք Հայաստանի համար, թե ինչ պետք է անենք, եւ նրա խորհուրդը զարմանալի էր։ Նա աշխատելու է անմիջապես
Վերջապես ինձ հետ մենք նոր շարժում ենք սկսելու, որ կոչվում է Pro-Հայ, որպեսզի այս խնդիրն օրակարգային դարձնենք եւ համոզված լինենք, որ Հայաստանն ապահովում է իր անվտանգությունը։ Ինչպես արդեն ասացի, որ աբորտն արմատական կոմունիզմի եւ Կարլ Մարքսի ուսմունքների ծնունդ է, ուզում եմ նաեւ ասել, որ ցանկացած մեկն ով աբորտ է անում երեխաներին դեմ է Հայաստանին։ Ահա թե ինչու ենք մենք սկսում Pro-Հայ շարժումը։ Այն կարելի է թարգմանել pro կողմ հայ, այսինքն հայերին, բայց հայ բառը եբրայերենից թարգմանաբար նշանակում է կյանք եւ նաեւ արամեներով էլ այն նշանակում է կյանք, այնպես որ սա կյանքին կողմնակից լինելու շարժում է եւ կոչվում է Pro-Հայ։ Իրականությունն այն է, որ աբորտի թվերը խելահեղ արագությամբ աճում են, այն էլ ծնելիության այսպիսի ցածր մակարդակում, որովհետև մեկ կինը միջինում 1.5 երեխա է ունենում Հայաստանում, սա սարսափելի է, փաստորեն նրանք չեն կարողանում նույնիսկ իրենց վերարտադրել, այս զույգերը չեն կարողանում նույնիսկ իրենց վերարտադրել, նրանք Հայաստանում չեն տալիս իրենց վերարտադրությունը, սա սարսափելի է, սա նշանակում է դու չես սիրում քո ազգը, չես սիրում քո երկիրը, դու հայրենասեր չես, եւ եթե դու հավատում ես աբորտին, ուրեմն դու կոմունիստ ես։ Դու նաև չես սիրում ինքդ քեզ, եթե չես ցանկանում բազմանալ։ Այո, սա մեծ խնդիր է։ Այսպիսով շատ գործոններ կան։ Կարծում եմ մենք կարիք ունենք ուշադրություն դարձնելու մտավոր առողջությանը, կարիք ունենք ուշադրություն դարձնելու շատ տարբեր չափորոշիչների, ուսուցողական քարոզարշավները շատ կարևոր են։ Մենք պետք է կապ հաստատենք Հայաստանի կրթության համակարգի հետ, երբ մենք իրազեկենք կանանց, որ շատ տարբերակներ ու կազմակերպություններ կան, որ կարող են օգնել նրանց, եթե իրենք հղիացել են ամուսնությունից դուրս, եւ սա չպետք է լինի արգելված թեմա, որովհետեւ երբ դու երիտասարդ ես, դու հորմոններ ունես եւ հատկապես մի երկրում, որ ներկայումս ավելի աշխարհիկ է դարձել կոմունիզմի եւ աթեիզմի պատճառով եւ տեսնում ենք, որ շատ երիտասարդներ հեռանում են Աստծուց, սակայն մենք որոշակի փոփոխություններ ենք տեսնում, որ Հայաստանում շատ երիտասարդներ վերադառնում են Աստծուն, մենք տեսնում ենք, որ փոքրինչ արթնություն, փոքրինչ վերածնունդ է սկսվում, բայց ես կասեի, որ կրթության ոլորտի հետ միասին համատեղ ջանքեր են պետք, որպեսզի Հայաստանի այս երիտասարդ աղջիկներին, դեռահաս աղջիկներին, 16 եւ ավելի տարեկան աղջիկներին ցույց տրվի, որ իրենք միայնակ չեն, որ իրենք ռեսուրսներ ունեն, եթե իրենք հղիացել են։ Այս համատեսքում կարիք կա նաև ուսուցանելու եւ ցույց տալու զսպվածության գեղեցկությունը, այսինքն ամուսնությանը սпасելը կամ համապատասխան ճիշտ կողակցին սпасելը եւ դրանից բխող դրական հետևանքները, օրինակ ես իմ կնոջ առաջին զուգընկերն էի, իսկ նա իմ առաջինն էր եւ մենք այսօր 6 երեխա ունենք, սա ցնցող է, բայց սա դեռ սկիզբն է։ Դա ընտանիք կազմելու օրհնված լինելու աստվածաշնչյան մաքուր եւ անախարտ ճանապարհն է։ Համամիտ եմ ձեզ հետ, բայց մենք պետք է շատ լավ տեղյակ լինենք, որ ապրում ենք մի հասարակության մեջ, որն աշխարհիկ է։ Նկատի ունեմ, որ Հայաստանում քրիստոնյա հասարակություն չի ապրում։ Պետք է այդպես լիներ։ Իհարկե կան քրիստոնեական արժեքներ, բայց եթե դուք աբորտ եք անում ձեր սերնդի 20%-ը, կարծում եմ դժվար թե քրիստոնեական համարվի դա։ Այո, դա պաշտոնական թիվն է, պաշտոնապես դա 22% է, բայց կարծում եմ էլ ավելի է։ Ես հիմնվում եմ 2020 թվականի վիճակագրական տվյալների վրա եւ ենթադրում եմ, որ դրանք արդիական տվյալներ են դեռևս։ Դուք տեսնում եք, որ իրավիճակը սարսափելի է։ Սրա հետ մեկտեղ որքան շատ գիշերային ակումբներ կարելի է տեսնել օդանավակայանի ճանապարհին, այնպես չէ։ Եվ պատկերացրեք, ԱՄՆ դիվանագետներից նման մարդիկ եւ այլ հանրապետական պաշտոնյաներ մեքենա վարելով գալիս են օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն եւ հա այստեղ ակումբ, այնտեղ ակումբ, ել չեմ ասում, որ Երևանում 7 գեյ ակումբ կա։ Սա զարհուրելի է, սա խելագարություն է, սա վերահսկողությունից դուրս է, անբարոյականությունը ծայրաստիճան աճում է այստեղ։ Մենք պետք է գիտակցենք, որ սա մի հասարակություն է, որտեղ մենք այժմ ապրում ենք։ Եվ մինչդեռ դուք քրիստոնեական արմատներ ունեք, բայց այդ քրիստոնեական արժեքներից ու ավանդույթներից շատերը արմատ չեն գցել երիտասարդության մտածողության մեջ։ Այսպիսով այս թեմայի շուրջ լուրջ ուսուցման ծրագիր պետք է անցկացվի։ Եվ սա շատ կարևոր է, եւ ամբողջ տեղեկատվությունը, որ մենք հիմա քննարկում ենք, պետք է դիտարկվի դեռահասների կողմից, պետք է դիտարկվի ուսուցանողների կողմից։ Իհարկե կառավարությունը պետք է ուսումնասիրի այս խնդիրը, տեսնի թե ինչպես պետք է պայքարել դրա դեմ եւ վերացնել այն։ Մենք պետք է աբորտն ազգային արգելք դարձնենք, աբորտի վրա ազգային արգելք դնենք Հայաստանում։ Սա միանշանակ է, 100%-ով այստեղ հաշ չի կարող լինել։ Ցանկացած մեկն ով սիրում է իր երկիրը, կաջակցի ազգային արգելքին։ Եվ ծնելիության գործակիցը 1.5-ը նրանք պետք է ասեն մեզ։ Դա արդեն արտակարգ իրավիճակ է։ Այո, այդ իսկ պատճառով պաշտոնապես այն 1.6 է Հայաստանում, որովհետև երբ այն դառնա 1.5, դա արդեն արտակարգ դրություն է եւ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ ներկայումս չունենք։ Այսպիսով շատ շնորհակալություն քեզ Ջոել եւ Աստված թող օրհնի քեզ այն ամեն բաների համար, որ դու անում ես Հայաստանի համար եւ դու մեր մի մասնիկն ես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես գիտեմ, որ դու Կոմիտաս ես սիրում։
Կոմիտասը վերջին պահին փրկել է ողջ հայկական երաժշտությունը, մեղեդիները, սկսած Մեսրոպ Մաշտոցից, նա փրկել է այդ բոլորը, եւ Աստված միշտ ինչ որ մեկին բարձրացրել է, օրինակ Նժդեհին, նա բարձրացրել է Նժդեհին, եւ դու գիտես այդ պատմությունը, Գարեգին Նժդեհին, այո, նա էլ փրկել է Հայաստանի մի մասը, Զանգեզուրը այնպես չէ, այո, այն նաեւ Սյունիք է կոչվում, եւ ես գիտեմ, որ Աստված միշտ ինչ որ մեկին բարձրացնում է եւ հենց քրիստոնյա մարդկանց, որպեսզի նրանք վերջին պահին փրկեն, եւ ինչպես ասացի, այդպիսի մարդկանցից էր Կոմիտասը, ով փրկեց ոչ միայն հայկական, այլ նաեւ քրդական երաժշտությունը։ Ամեն։ Այո, եւ մենք անելիք ունենք։ Ճիշտ է, մենք Կոմիտասը չենք, բայց մեր մասով կարող ենք ինչ-որ բան փրկել։ Այո, յուրաքանչյուր անհատ անձնավորություն պետք է ինչ-որ բան անի։ Այո, շնորհակալություն, որ եկաք։ Ամեն։ Յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է լուրջ վերաբերվել սրան։ Մենք բոլորս մեր բաժինն ունենք, մենք բոլորս էլ բարեփոխիչներ ենք, խաչակիրներ, որ պայքարում ենք մի բանի համար, որ արդար է, ճիշտ, բարի եւ ուղիղ։ Եվ դու կամ լույսի կողմն ես, կամ խավարի, դու կամ Հիսուսի հետ ես, կամ դևերի, միայն մեկ Տեր կա, եւ դա Հիսուսն է, եւ կարծում եմ հայտնի է, թե ով է ում առջև ծնկի գալու։ Մի բան էլ կա, որ կցանկանայի ասել։ Կարծում եմ, որ ինչ սկսել եմ աշխատել այս ուղղությամբ, առիթ եմ ունեցել խոսելու հսկայական թվով մարդկանց հետ, որոնք իրապես հետաքրքրված են ներգրավվելու եւ օգնելու Հայաստանին աբորտի դեմ պայքարի հարցում։ Շատ կազմակերպություններ ու միջոցներ ունեցող մարդիկ կան, որ հետաքրքրված են օգնելու, եւ ուզում եմ ասել, եւ սա պատմական իրականություն է, որ ամերիկացիները մշտապես օգնել են Հայաստանին։ Ամերիկայի ձևավորման առաջին իսկ օրերից մենք բավականին ակտիվորեն ներգրաված ենք եղել Հայաստանին օգնելու հարցում։ Առաջին հայը, որ Ամերիկա եղել, կարծում 1700-ական թվականներին է եղել։ Այսպիսով սկզբում մենք ներգրաված ենք եղել որպես միսիոներներ աշխատելով Արևմտյան Հայաստանում, Թուրքիայում, ապա նաև Բաքուում, հետո նույնիսկ Երևանում, եւ հայոց ցեղասպանության ժամանակ Ամերիկայի միսիոներներն ու ամերիկացի ավետարանիչները մոտ 200,000 հայ երեխաների են փրկել եւ անցկացրել նրանց դեր զորի անապատով։ Աստված միսիոներների միջոցով փրկել է մեր ազգը։ Այո, եւ մենք ուսումնասիրում էինք այս 200,000 փրկված երեխաների տվյալները, եւ ես ուսումնասիրում էի բոլոր փաստաթղթերը, որ ունեմ իմ գրադարանում, եւ եթե դուք տեսնեք իմ հայկական գրադարանը, դուք շատ կհավանեք այն հսկայական է։ Այսպիսով մենք ունենք ԱՄՆ լրագրության բոլոր հետազոտությունները, որոնք հիմնված են այն ամերիկյան դեսպանների հրապարակած պաշտոնական փաստաթղթերի վրա, ովքեր ծառայել են Արևմտյան Ստամբուլում, Կոստանդնուպոլսում, այսպես եմ ես սիրում կոչել այն, ծառայել են Կոստանդնուպոլսում այդ ժամանակ, եւ եթե դուք նայեք տվյալները, դրանք անհավատալի են, որովհետև այսօր Արևմտյան Հայաստանում, Լիբանանում, Սիրիայում, Իսրայելում, Կալիֆոռնիայի շատ տարածքներում բնակվողների հսկայական սփյուռքի մեծ մասը այդ 200,000 փրկվածների սերունդներն են, այնպես որ մենք խոսում ենք միլիոնավորների մասին, եւ սրա համար պատասխանատու են ամերիկացի քրիստոնյա միսիոներները։ Այսպիսով, երբ հաջորդ անգամ տեսնեք ինչ-որ մեկին, ով ասում է ինչ կարող է անել միսիոները կամ քրիստոնյա ավետարանիչը, նա դիվանագետ չէ, նա նախագահ չէ, ինչ կարող է նա անել, շատ բան, հատկապես երբ նա նախագահի կողքին է։ Եվ ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի գալիք օրերին, ես սպասում եմ, թե երբ է Հայաստանը կրկին վերադառնալու իր քրիստոնեական ինքնությանը։ Այն ամենահին քրիստոնյա ազգն է, բայց այն պետք է լինի նաև ամենահզոր քրիստոնյա ազգը։ Ահա թե ինչի համար եմ ես աշխատանք տանելու։ Ամեն շնորհակալություն, ձեր վերջին միտքը, վերջին մաղթանքը, ինչ որ կցանկանայիք ասել մեր հայ կանանց, տղամարդկանց, ազգին։ Այո, վերջին բանը, որ կցանկանայի ասել եւ կարծում եմ դա այնքան կարեւոր է, հետեւյալն է։ Մենք խոսեցինք մեր քրիստոնեական ինքնությանը, քրիստոնեական ժառանգությանը եւ քրիստոնեական արժեքներին վերադառնալու մասին եւ կարծում եմ սա սկսվում է մեզանից յուրաքանչյուրիցս, յուրաքանչյուրիս սրտից։ Գուցե դուք դիտում եք սա եւ հնարավոր է մի տեսակ սայթակել եք, հետ եք քաշվել Տիրոջից, չեք քայլել նրա հետ։ Գուցե դուք հայ առաքելական եկեղեցու անդամ եք կամ հոգեգալստական եք կամ մկրտական, ինչ էլ որ լինի, սակայն կարևորագույն բանն այն է, որ Հիսուս Քրիստոսն է ձեր կյանքի թագավորը։ Ես միսիոներ եւ ավետարանիչ եմ եղել Հայաստանում 4 տարի, բայց ես երբևէ որևէ հայ մարդու չեմ խնդրել թողնել առաքելական եկեղեցին կամ միանալ որևէ այլ եկեղեցու։ Միակ բանը, որ ես հարցրել եմ, սա է՝ արդյոք Հիսուս Քրիստոսն է քո կյանքի, քո հոգու, քո մտքի թագավորը, եւ արդյոք դու ճանաչում ես Սուրբ Հոգուն, նա խոսում է քեզ հետ, քայլում է քեզ հետ, դու էլ նրա հետ։ Եվ հենց սա էլ ուզում եմ ձեզ
ասել։ Եթե դուք ընդունել եք Հիսուսին որպես ձեր Տեր եւ դա տեղի ունենում ապաշխարության աղոթք ասելով, մի բան, որ շատ պարզ է, այսպես. Տեր Հիսուս, ես զղջում եմ իմ մեղքերի համար, ես գիտեմ, որ մեղավոր եմ եւ խնդրում եմ քեզ, որ ներես ինձ եւ մաքրես ամեն անիրավությունից, ներիր իմ մեղքերը, եղիր իմ Տերն ու Փրկիչը, այնուհետեւ խնդրիր, որ Սուրբ Հոգին լցնի քեզ եւ բնակվի քո մեջ։ Հովանես Մկրտիչը Ղուկասի ավետարանի 3:16 համարում ասում է. Գալիս է ինձանից զորավորը, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ, նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով, եւ ես կարծում եմ Հայաստանը կարիք ունի մկրտվելու հոգով եւ կրակով։ Ես պարզապես հորդորում եմ ձեզ. դարձեք Տիրոջը եւ խնդրեք, որ Սուրբ Հոգին լցնի ձեզ եւ բնակվի ձեր մեջ եւ վստահեք նրան, որովհետեւ նա կառաջնորդի կուղորդի ամեն բանի միջով։ Դուք մենակ չեք, հնարավոր է դուք մի միայնակ կին եք, որ հիմա դիտում եք սա, ես ձեզ եմ դիմում։ Գուցե դուք մտածում եք աբորտ անել, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ բազում կազմակերպություններ կան, որ կօգնեն ձեզ եւ դյուրին կդարձնեն ձեզ համար մայր դառնալն ու լինելը։ Ձեզ պետք չէ աբորտ անել։ Դուք կարող եք դեմ կանգնել դրան եւ իմացեք, որ դուք մենակ չեք։ Որովհետև գիտեք ինչ, կարևոր չէ դուք քրիստոնյա եք, թե քրիստոնյա չեք, բայց որպես հավատացյալների մեր գործն ու պարտքն է սիրել ձեզ, սիրել բոլորին, եւ մենք սիրում ենք ձեզ, մենք հոգ կտանենք ձեզ համար առանց որևէ հարցի։